ինքը չէր տանջում, այդ դուք ստիպեցիք, որ ինքը չպայքարի։ Ունես չի դու հիմա վռամի մասին ես մտածում կամ անհանգստանում։ Ուղղակի Սոնան ինչ էլ անի, քո աչքին սխալ է։ Հա, տենց էլ կա։ Մամա։ Չհասկացա։ Հորքուրն է։ Ինչ։ Ինչ ա գրել նորը։ Ասա, սիրտս կանգնեց։ Այսքան տարի սուս եմ մնացել։ Ոչ մեկին ոչ մի բան չեմ ասել։ Հիմա գնամ, ինչ ասեմ։ Ոնց ասեմ, Արմո։ Ասա այն ինչ որ կա։ Բասակոն, ախր, ես մենակ չեմ եղել, ախր տենց Սակոյն էլ եմ վնասում, է։ Սակոյին կհասկանան։ Ով է լիներ Սակոյի փոխարեն տենց էր անելու։ Բա հարցը քրոջն էր վերաբերվում։ Իրա տան պատիվն էր։ Ձյաց քաջիկ, այս ամեն ինչի միակ մեղավորը դու ես։ Երկու հարազատ ընկեր ես ունեցել, ընկերներիդ մեջ կռիվ ես գցել։ Չգիտեմ։ Ախր ձյաց քաջիկ ջան, տեսար, որ Աշոտը իջնում էր Սակոյից տանից։ Գնա իր ձեռքը բռներ, տո պետք է մի հատ էլ չափալախտայր ասեիր, «Էս ինչ ես անում ընկերոջդ հանդեպ»։ Բայց դու այդ ամեն ինչի փոխարեն գնացել կրակի վրա մի հատ էլ բենզին ես լցրել։ Սակոյին կատաղացրել ես, կապել ես Աշոտի ջանին։ Բա ինչ էիր ուզում լիներ։ Հիմա ես չեմ, դու ես, ձյաց քաջիկ։ Լավ բան ես արել։ Ես հորքուրին մի քանի հարց էի գրել, որ հասկանամ ինքնա թե չէ։ Ում։ Չգիտեմ, մամ, որ պատասխանում է, հասկանում եմ մենակ հորքուրը կարող այդ պատասխանները տալ, բայց մի կողմից էլ չգիտեմ, ինչ որ տարօրինակ է սկսում եմ կասկածել։ Իսկ նկար չունի։ Չէ։ Խնդրել եմ, որ իր նկարը ուղարկի ու ասել եմ, որ ես էլ մեր նկարները կուղարկեմ, բայց չի արձագանքել։ Տարօրինակ է։ Հա։ Սկսում եմ կասկածել, գիտես։ Որ լալանա, հա։ Հա, ուղղակի մի կողմից էլ ուրիշ բան կա։ Եթե հորքուրի չի, այդ դեպքում ինչ-որ մեկն է, ով շատ լավ գիտի մեր ընտանիքի պատմությունը։ Բայց ով գիտե, որ ես հորքուրին ման եմ գալիս, որ մի հատ էլ իր անունով էջ բացեր։ Կամ ում է պետք։ Դե կաղալալան չի ուզում, որ իրա մասին իմանան։ Այդ դեպքում ինչի է պատասխանում ու խոսում հետս։ Նարե, ինչի գրեցիր։ Այս պատմությունը հենց ամենասկզբից էր ինձ դուրս չի եկել։ Նարե, ես այդ քո հայացքը շատ լավ եմ ճանաչում։ Ասում եմ, էլ չշփվես հետը, էլ չշփվես ու ոչ մի բան չգրես։ Հասկացա։ Հասկացա։ Բասա բաներ, որ արեցիր։ Լավ, ես գնում սենյակ մի քիչ հանգստանամ։ Դու չես գնում։ Չէ, ոնց կարամ հիմա գնամ հանգստանամ։ Հորդ եմ սպասում։ Դու մի կողմից, Վրամը մյուս կողմից։ Հետո մինչև հիմա չի եկել։ Մնա գնա այդ օֆիսում ու մնա ու վերջ։ Լավ, դու այդքան մի նեղվի, որովհետև ամեն ինչ լավ է լինելով։ Գնացի ես։ Այ, ես կխելագարվեմ։ Հաստատ կխելագարվեմ։ Սակոն վատ բան է արել, շատ վատ է արել, բայց տղամարդը ինչ է իր ուզում, իրա տան պատիվն է պահել, բա դու ձյաց քաջիկ։
Չգիտեմ։ Չգիտեմ։ Հա ես եմ սխալվել, ես եմ մեղավոր։ Մենակ ես եմ մեղավոր։ Դրա համար էլ Աստված ինձ է պատժել։ Չէ, մենակ դու չես մեղավոր։ Դրա համար Աստված մենակ քեզ կպատժեր։ Այդ ամեն ինչի համար Կարոն ու Արփին են պատասխան տվել։ Սուս մնա լսում ես Արմու, սուս մնա։ Դու պատկերացնում ես կյանքն ինչքան հետաքրքիր է։ Սաքոն Աշոտին սպանեց, իսկ Աշոտի տղեն Կարոյին սպանեց։ Ձեզ քաջիկ, դու երկու ընկերոջ մեջ կռիվ ես գցել։ Այս ամեն ինչի միակ մեղավորը դու ես։ Իսկ այդ քո արածի համար քո աղջիկը պատասխան տվեց։ Ինչ եմ ասում։ Սխալ բան եմ ասում։ Ասում եմ այն, ինչ որ կա, դու ես ինձ պատմել։ Ձյաձ քաջիկ ջան, ես քեզ իմ հոր պես հարգում ու սիրում եմ։ Դրա համար էլ հիմա կողքդ նստած եմ։ Ախր իմ ասածն են, որ դու ասես, խոսաս, միջիցդ դուրս գա այդ ցավը։ Համ էլ Աստված կտեսնի ու կների քեզ։ Ու բացի այդ Աշոտի տղեկն իրավունք ունեն իմանալու, որ իրանց էր իրանց ոչ թե թողել հեռացել է, այլ դուք եք սպանել։ Հերիք չի սպանել եք, մի հատ էլ ձեր ձեռքով թաղել եք անտառի մեջ։ Եթե նեղվում ես, մի ասա, որ դու ես մատնել։ Բայց պատմի, որ դուք եք սպանել։ Ու ձեր պատճառով է, որ Աշոտը հիմա չկա։ Չգիտեմ ձյաձ քաջիկ, իրոք չգիտեմ։ Այսօրվա քո տանջանքը համ Աշոտի հոր ու մոր, համ քո ու Սաքոյի երեխեքի մահվան գինն ունի։ Ուղղակի հալալ է քեզ։ Հալալ է, որ կարողանում ես այդ ծանր բեռով ապրես։ Ուղղակի հալալ է քեզ։ Ապրես։ Լավ, ես արդեն գնացի։ Լավ մնա։ Բալես, քունես չի տանում, չեմ կարողանում քնել, տեսա, որ սենյակիդ լույսը վառում է եկա քո մոտ, Ես արդեն պատրաստվում եմ քնեմ, դու ես խոսակցությունից փախնում ես, բայց պիտի ասեմ, Եթե չասեմ, հետո ինձ ավելի շատ է մեղադրելու, որ չեմ ասել։ Մամ, ես արդեն փոշմանում եմ, որ քեզ ինչ-որ բան եմ ասել։ Ես հասկանում եմ, դու այդ անում ես ավելի շատ հետաքրքրությունից, բայց չես հասկանում հետևանքների մասին։ Կապ մի պահի Լալայի հետ։ Իրա գալը հայտնվելը հիմա շատ սխալ է, ոչ մեկին պետք չի, հատկապես հիմա։
Դու մեծ աղջիկ ես ու հասկանում ես, որ եթե սկսել է քո հետ շփվել, ուրեմն դա նրան առիթ կտա, որ մեր կյանքում հայտնվի ու ես ուղղակի չգիտեմ ինչ կլինի։ Լավ, ուզում եմ հասկանամ, դուք բոլորդ ոնց եք ապրում այն մտքով, որ ինքը հեռու է, չգիտեք ոնց է, ինչ է անում, ինչով է զբաղվում։ Տենց ավելի հեշտ է։ Այսքան տարի ապրել ենք, հա։ Հիմա էլ կապրենք։ Մամ, մենք ուղղակի բոլորս այսքան տարի մեր ուղեղը անջատած ապրել ենք, չմտածելով ոչ մի բանի մասին։ Բայց Լալան իմ հորքուրն է, հասկացի։ Ու իմ համար ինքը շատ կարևոր է։ Ու հետո հորքուրի գալ չգալը շատ մեծ նշանակություն չունի, որովհետև մենք կապված ենք մեր անցյալի հետ բոլորս։ Իրա չգալը ոչ մի բան չի փոխելու։ Հա, իրա չգալը ոչ մի բան չի փոխելու։ Իսկ հայտնվելը ամեն ինչ կփոխի Նարէ, ամեն ինչ։ Ես քեզ շատ լավ ճանաչում եմ, Բալես։ Ես գիտեմ, որ եթե ինչ-որ մի բան մտքիդ դրել ես, անպայման անելու ես, ու ինձ չես լսելու։ Բայց ես ուզում եմ, որ գիտակցես, հասկանաս ամեն բան, ամեն քայլդ, հաշվի առնես ամեն բան։ Հա, ես էլ եմ մտածում Լալայի մասին, շատ եմ մտածում։ Մտածում եմ ուրա ոնց է, բայց հենց այդ պահին, որ սկսում եմ մտածել, հասկանում եմ, որ այն ինչ կարող է լինել, ավելի սարսափելի է, քան այն ինչ եղել է։ Դու չես հասկանում, որ եթե Լալան հայտնվի, մենք երանի ենք տալու այս օրերին։ Ալո։ Այսօր մեր խոսակցությունը կիսատ մնաց Նարա։ Զանգել ես, որ էդ ասես։ Եթե հիմա էլ չեմ խանգարում, կլինի հարցերից պատասխանես։ Հայկ, ինչի ես հետս ես տոնով խոսում։ Կներես ես պիտի քնեմ։ Բարի գիշեր։
Հայկ, ես ինքս ինձ խոստացել էի, որ քեզ չեմ զանգելու, չեմ գրելու ու ոչ մի հարցեր քեզ չեմ տալու։ Ես քեզ չեմ կարողանում հասկանալ։ Ու մտածում եմ, որ դու էլ ինքդ քեզ չես հասկանում։ Գիտես, այնքան հեշտ է մարդու զգացմունքների հետ խաղալ։ Ու հետո հետ կանգնել դրանցից, իբր ոչ մի բան չի եղել։ Իբր ամեն ինչն հենց ոնց պիտի լիներ։ Իբր այս ապրումները, այդ սիրուն պահերը, որ մենք ունեցանք այդ երկու օրվա ընթացքում, ուղղակի սովորական ինչ-որ բան էին ու անցան։ Ինչի սենց արեցիր։ Ես տարիներ շարունակ սիրել եմ քեզ անպատասխան սիրով։ Ես տարիներ շարունակ լսել եմ, թե ոնց իմ ամենամտերիմ ընկերուհին երազանքով ու սիրով պատմում է, ոնց եք դուք ամուսնանալու իրար հետ, ոնց եք երջանիկ լինելու։ Ես երկար ժամանակ թաքուն օգնել եմ, որ դու Արփին հանդիպեք իրար հետ։ Հետո գիշերները լացել եմ ցավից։ Բայց քեզ երբեք չեմ մեղադրել։ Որովհետև մտածել եմ, որ դու ոչ մի կապ չունես, որ ես ուղղակի սխալ մարդու եմ սիրել։ Հայկ, ինչի մտար իմ կյանք ու ամեն ինչ խառնեցիր։ Եթե ի սկզբանե գիտեիր, որ չես մնալու։ Ես քեզ սիրել եմ միշտ, բայց իմացել եմ, որ մենք երբեք միասին չենք լինելու։ Ինչի եկար ստիպեցիր, որ ես հոգիս բացեմ քո առաջ։ Ինչի ինձ թուլացրեցիր, եթե ուժս չէիր դառնալու։ Ես քեզ խնդրում եմ, որ ոչ մի բան չանես։ Ես քեզ խնդրում եմ, որ դու ոչ մի բան չասես։ Ես քեզ միշտ հավատացել եմ, Հայկ։ Ու վստահ եմ եղել, որ այս աշխարհում մենակ դու ես, որ երբեք չես խաբելու ինձ։ Երբեք մենակ չես թողելու։ Եթե անգամ մենք իրարից հեռու լինենք։ Ես մտածում եմ, որ քո սերը ես իրականությունից փախնելու միջոց է։ Բայց դու որոշեցիր, որ այդ իրականությունը ավելի կարևոր է։ Ես քեզ տենց էլ չհասկացա ազնիվ խոսք։ Ես իմ տեղում հաստատ էի, ես իմ ցավի հետ հաշտ էի։ Բայց դու եկար, ես հավատացի քեզ ու դրա համար եկա քո հետևից։ Ես քեզ հավատացի, որովհետև դու ինձ ասացիր, որ կարևոր եմ։ Բայց կարևորներին չեն ցավացնում։ Չեն թողնում առանց բացատրության։ Կարևորներին չեն նեղացնում առանց պատճառի։ Աստված վկա, ես հիմա չեմ ուզում քեզ պահեմ, ես քեզ չեմ մեղադրում, ես քեզանից բացատրություններ չեմ պահանջում։ Բայց եթե որոշել էիր վերջ դնել այդ չսկսված հարաբերություններին, ուրեմն պիտի ազնիվ լինեիր հետս։ Ես քեզ չեմ խնդրելու, չեմ պահելու, չեմ լացելու։ Բայց ես պիտի իմանամ ինչ կատարվեց հանկարծ։ Այդ շատ կարևոր է իմ համար։ Ու ես ունեմ դրա իրավունքը։
քեզ թվում է դու ամեն ինչ հասկացել ես, ամեն ինչ գիտես, բայց Որ իմանա այդքան երկար ես մնացել օֆիսում, ես էլ կգայի ձեզ ցակո։ Ու իրար հետ ավելի արագ կլիներ գործը։ Ոչինչ արմա, մի քանի կիսատ գործ կար արեցի, կիսատ պրատ բաներ չեմ սիրում։ Ամեն դեպքում պետք էր ասել, առանց այդ էլ մենակ ես մնացել։ Վրամներ էլ չի գալիս օֆիս։ Այն ժամանակ ասում էր, որ ամեն ինչ սարքես իր անունով, որ ինքը ամեն ինչ կանի։ Բայց հիմա սկի չեմ էլ հիշում, թե երբ վերջին անգամ օֆիսում եղել։ Համ նեղվում եմ, թե ընկերս է, համ էլ ջղայնանում եմ վրեն։ Հիմա էլ ընկած էլիս օնլայն եմ անգալիս։ Գոնե այդքան ասելուց հետո մի բան փոխվեր մեջը։ Դե հերն ես, ու իրա վատը չես ուզում։ Դու ինչ գիտես, որ Սոնային աման գալիս։ Ինձ էլ ասել, որ տեղեկություն իմանամ իրան ասեմ։ Լավ իմանալով, որ քեզ եմ ասելու։ Ձյաց սակո չէի ասի, բայց պահի տակ ես էլ եմ ջղայնանում։ Ախր չգիտեմ ոնց օգտեմ։ Մանկուց իրար հետ ենք մեծացել, երկու աղբոր պես ենք եղել։ Բարելույս։ Ես ստեղ ես մնացել։ Չհասկացա։ Դե ինձնից շատ ես մեր տանը լինում։ Ես նեղվում ես ապեր։ Դու պիտի նեղվես, ոչ թե ես։ Սակո։ Ինչ։ Լուսիկներ զանգել։ Ինչ արել։ Էլի խաջիկը խմեկորցրել է իրան։ Չէ, հիվանդանոցում է, շատ վատ ծանր վիճակում է։ Ոնց թե։ Ասում եմ, քաջիկը հիվանդանոցում է, շատ ծանր վիճակում է, լուսիկներ իրան կորցրել էր, անընդհատ լացում էր։ Մի րոպե, ինչ հիվանդանոց, ինչ ա եղել։ Զանգիտես որ հիվանդանոցում է, ես գնում եմ։ Ես էլ եմ գալիս, սպասի։ Երեք ինչ էիր ասում։ Ինչ էի ասում։
Հայկին Քաջիկի մասին նամակ էին ուղարկել։ Ու այսօր Քաջիկը հիվանդանոցում է։ Ինչ զուգադիպություն չէ նա։ Սպասի Արմո։ Ասացիր։ Հայկը ինչ կապ ունի։ Դու ինչ գիտես ինչ ա եղել, որ մի հատ էլ Հայկի անունն ես տալիս։ Որ դու սենց դողում ես դրա համար, ձերոնք չեն հասկանում։ Ես քեզ հարց տվեցի։ Հայկը հերթով սկսել է հաշիվները պարզել։ Ու քեզանից է սկսել։ Դու այդ չես հասկանում։ Հիմա էլ ով գիտի երևի հերթը հասել այդ խեղճ Քաջիկին։ Ինչ ես խոսում։ Քեզ թվում է մինչև ականջների ծայրը սիրահարված է քեզ։ Չէ, ուղղակի հասկացել է, որ լավ առիթ է ինչի չէ, որ կարելի է օգտագործել քեզ։ Մի հատ չափը ճանաչի։ Ու ընդհանրապես ես ոնց ես խոսում։ Ցավոտ է ճիշտ է լսելը։ Իրար գրկել էիք, սեր էիք խաղում։ Ինչա մտածում էիր չէի իմանալու։ Այդ լակոտի համար է, որ աչքերդ անդադար ուռած են։ Այդ լակոտի պատճառով է, որ աչքերդ կարմրած է։ Հիմա ինչ ուզածին հասել է ու ցնդել է օդ։ Անհետացել է, հա չկա։ Արմո այդ քո գործը չի։ Ուր է Հայկոտ։ Միամիտ աղջիկ էլ չես, որ մտածեն չես հասկացել։ Դասական վրեժ լուծելու տարբերական է։ Եթե մեկից վրեժ ես ուզում լուծես, իրան չես վնասում։ Իր ամենաթույլ տեղին ես գտնում։ Տվյալ պարագայում հորդ ու աղբորդ ամենաթույլ տեղը դա դու ես։ Գնացել քո ձեռքով վրեժ լուծելու գործիք ես դարձել նորը։ Քեզ ինչ էր թվում այդ Մարգարիտ հորը չեր օգտվելու այդ առիթից։ Դրան տեսնում հալվում ես։ Քեզ ինչ էր թվում չեր օգտվելու այդ առիթից։ Հաջորդ անգամ չխառնես այդ լակոտի հետ ու չփորձես։ Ես այդ սխալը չեմ ներելու։ Ես ինչքան էլ քեզ սիրեմ նարը։ Բայց բաներ կան, սխալներ կան, որոնք որ դու թույլ ես տալիս ես չեմ կարա աչք փակեմ։ Հա ճիշտ է, ես իմ ասածից այդքան էլ լավ չեմ զգում ինձ։ Բայց դու բանի տեղ չես դնում։ Բանի տեղ չես դնում այն մարդուն, ով քեզ իսկականից սիրում է, որ իրական սիրով սիրում է քեզ ու ամեն ինչի պատրաստ է քո համար։ Բայց այն լակոտը, որ ոչ մի բան էլ չի անում քո համար, խելագարվում ես։ Ուղղակի մի քիչ տղամարդկություն էր պետք ունենար էդի ու կողքդ մնար։ Բարի լույս կերը։ Բարի լույս, ես դուր ես պատրաստ լսեց։ Գնում եմ։ Ուր։ Քերի արի չձևացնենք իբր ամեն ինչ լավ է։ Ես ստենում եմ դու ամեն ինչ մեր համար անում ես ու գիտեմ ինչի համար ես անում։
Բայց ես այդտեղ չեմ կարում, խեղդվում եմ։ Իսկ փողոցներում, ուրիշի տներում չես խեղդվում։ Ես ավելի լավը գնամ։ Սպասի գոնե ախպերդ զարթնի։ Մի հատ իրար տեսեք, հասկացեք։ Քերի, ես Սոնայի համար էի եկել, որ զանգեիր։ Բայց տենց է Սոնան չզանգեց։ Դե քեզ մենակ Սոնայի թեմաներն է, չի հետաքրքիր։ Որ զանգի կբարևես։ Քեզ ուղղակի ժամանակ է պետք ու ցանկություն։ Լավ, ես պետք է գնամ։ Ես քեզ ճանապարհ կդրեմ։ Դե ես դուրսը կսպասեմ։ Լիլիթ։ Բարի լույս։ Լավ է եկար։ Ինչ կար այսքան ժամանակ ներսում, ինչ է իրանում։ Նարեն ասեց, որ սպասեմ։ Ինչի։ Դե ամեն դեպքում Արփիի հերն է, բացի այդ վախեցել էր Նարեն։ Ասեց, որ ինչ-որ նորություն իմանամ, իրան էլ ասեմ։ Հայ Նարե, հայ։ Մտածում եմ, որ դուք շուտ դուրս չգայիք, հաստատ ձեզ կհարցներ, ինձ ինչի պիտի հարցներ։ Հա, կհարցներ, բա չէ։ Բարև։ Կլինի ներս գամ, թե քեզ էստեղ էլ է հարմար։ Բարև Լիլիթ ջան։ Բարև ձեզ ձյաձյաբո։ Հուսով եմ չեմ խանգարի։ Չէ, խնդիր չկա, բայց հո բան չի եղել։ Չէ, ինչ պետք է լինի, ուղղակի մտածում էի Սոնայից ինչ որ մի լուր իմանամ, ասեցի գամ Հայկը կարողանա օգնի, եթե կարելի է։ Դե դժվար, Հայկը քեզ մի բանով օգնի, բայց ներս արի։ Շնորհակալ եմ։ Քերի, դու գնա, ես հետո դուրս կգամ։ Չհասկացա, դու չէիր շտապում։ Հա։ Չէ, հա, շտապում եմ, Քերի։ Ուղղակի դու չասեցիր, որ մնամ Հայկը մինչև արթնանա։ Կարող է դա ճիշտ է։ Կսպասեմ մինչև Հայկը արթնանա։ Բայց դու գնա, ես հետո դուրս կգամ։ Ճանաչում ես Լիլիթին։ Հա։ Առիթ եղել է ծանոթանալու։ Դե մի քիչ անհարմար է, այս աղջկան հո մենակ չենք թողելու։ Բայց կարող է ամեն դեպքում դիտավորություն։ Ինչ ֆակտ է Արմո։ Հա, ընկելա, գլուխն էլ է խփել։ Ում էր պետք քաջիկին վնասել։ Ինֆակտը խփելա, ընկելա գետնին, գլուխն է խփելա գետնին։ Նորմալ գիտակցության գա, տեսնենք։ Բայց կարող է ամեն դեպքում հետաքրքրվենք ու ուրիշ բժշկի մոտ էլ տանենք։ Տղա ջան, հիմա անգիտակից պարկացա։ Թող անցնի մի քիչ, գիտակցության գա, հո անտեր չենք թողնի։ Իսկ մարդ կա, որ տեսել է այդ ընկնելու պահը։ Չգիտեմ, զանգեցի գյուղ, ոչ ոք տեղյակ չէր։ Ամեն դեպքում մտածում ես, որ ստեղ դիտավորություն կա, հա Արմո։ Հա, ու զարմանում եմ ոնց է, որ դուք չեք մտածում այդ։ Եթե տենց ես մտածում, ուրեմն ինչ-որ մեկին նկատի ունես։ Արմո, ինչ-որ մեկին կասկածում ես։ Ում ես կասկածում, Արմո։ Դու օդի մեջ բաներ չես ասում, Ռամը ճիշտ է ասում։ Կարող է ինչ-որ բան գիտես, ասա, մենք էլ իմանանք։ Արմո։ Արմո։